Բարև ձեզ եթերում Fake Check-ն է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Հայաստանի հանրային ռադիոն Եվրոպական հեռարձակողների միության հետ միասին սկսել է մի հաղորդում, որի նպատակն է գիտելիք փոխանցել հայաստանցիներին, որպեսզի նրանք քննադատաբար մոտենան հատկապես սոցիալական ցանցերում եւ հատկապես ընտրություններից առաջ իրենց հանդիպած տեղեկատվությանը։ Արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութերը կարծես դարձել են տեղեկատվական դաշտի կարևոր բաղկացուցիչներից մեկը։ Եթե նախկինում արհեստական բանականության միջոցով գլխավորապես ստեղծում էին deepfake-եր, իրական մարդկանց հետ ասոցացվող, բայց կեղծ, չնայած իրականությանը չափազանց մոտ տեսանյութեր, լուսանկարներ, ձայնային ինչ-որ նյութեր, ապա այժմ արհեստական բանականության միջոցով ընդհանրապես ստեղծում են իրականության մեջ գոյություն չունեցող մարդկանց եւ այդ միջոցով փորձում են ազդել մարդկանց որոշումների վրա։ Հյուրընկալել ենք Media AM-ի լրագրող Փաստեր ստուգող Օֆելիա Սիմոնյանին եւ տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանին։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Օֆելիա, երբ որ դուք այսպես հայացք եք նետում հայաստանյան հայկական տեղեկատվական դաշտին AI-ով արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութերը ավելի շատ այսպես զվարճանքի ոլորտին են, թե վերջերս ավելի շատ սկսել եք հանդիպել, ավելի հաճախ սկսել եք հանդիպել նաև քաղաքական բովանդակություն ունեցող նման տեսանյութերի։ Վերջին կարելի ասել մի տարվա ընթացքում ավելի շատ քաղաքական կոնտեքստով են AI կոնտենտ գեներացնում, այդ ես շատ հստակ նկատել եմ։ Իհարկե սա նոր տենդենս չի, ես 2018 թվականից փաստերի ստուգման ոլորտում եմ աշխատում ու այդ շրջանից նկատել եմ տարբեր deepfake-եր քաղաքական նպատակներով որոնք քաղաքական նպատակներով մանիպուլյացիաներ են անում, օրինակ դրանց թիվը գնալով շատ է։ Անհամեմատ, աննորմալ քանակի շատ է հիմա կարելի է ասել։ Ի տարբերություն նախորդ շրջանի, դա հավանաբար կարելի է բացատրել այն հանգամանքով, որ ընտրությունները սարերի հետևում չեն եւ տարբեր խաղացողներ Հայաստանից դրսից փորձում են արհեստական բանականության միջոցով Իսկ գուցե կարելի է նաև բացատրել նրան, որ տեխնոլոգիան շատ ավելի որակական բարձրացել եւ մատչելի է դարձել։ Ես հենց այդ հարցն եմ ուզում Արթուր ձեզ ուղղել, ժամանակակից տեխնոլոգիաները արհեստական բանականության ինչքանով են դյուրին, այսպես ասենք, པարզ մարդկանց համար ուղղակի նստել համակարգչի դյուրին դարձել པարզ մարդկանց համար, ուղղակի այսպես նստել համակարգչի առջև եւ մի քանի րոպեում ինչ որ կեղծ, իրականության հետ կապ չունեցող մարդ ստեղծել, տեսանյութ ստեղծել։ Դե նախ եկեք հասկանանք, որ այնպես չի, հենց այնպես է տեխնոլոգիան ստեղծվել եւ ինքը կարող է նաեւ լեգիտիմ կիրառություններ ունենալ։ Օրինակ ABC News-ը կարծեմ էր Հայաստանի լրատվամիջոցներից օրերս իր AI հաղորդավար էր ստեղծել, որը ամբողջությամբ AI-ով վարում էր։ Հիմա կա հայաստանյան Instagram-ներում պատտվում է AI սերիալ ամբողջական նկարված։ Եվ ես ինքս էլ օրինակ անցած տարի փորձի համար, քանի որ ստուդիա ամեն անգամ տնել նկարում է բարդ է, ստեղծել է իմ ավատարը, որին տեքստ էի տալիս, խոսում էր անգլերեն, հայերեն դեռ լավ չէր խոսում, հիմա վերջերս հայերեն էլ հոյակապ սկսել է աշխատել։ Այս տեխնոլոգիան լուրջ կիրառություններ ունի մուլտիպլիկացիայի մեջ, կինոների մեջ, ասենք դերասանները ինչ-որ մի բան է պատահել, կարիք է առաջանում վերակերտել, կարիք է առաջանում կինոներում հետաքրքիր էֆեկտներ ունենալ, որտեղ մարդու կյանքը վտանգելու տեղը կարելի է AI պերսոնաժ ստեղծել։ Այնպես որ չսկսենք նրանից, որ սա ի բնե վատ է, եւ այդ տեխնոլոգիան դարձել է հասանելի մարդկանց համար։ 5 րոպեում կարելի է Google Flow-ով օրինակ գեներացնել պերսոնաժ, ասել, որ ինքը ինչ-որ գործողություններ անի, խոսի կապակցված տեքստով եւ նույնիսկ ստանալ ամբողջական բավականին մատչելի է դարձել եւ յուրաքանչյուր ոք, այսպես ասեմ, $20 եթե ունենաք, գրեթե վճարովի նույնիսկ պլատֆորմում լավ որակ կարող եք ստանալ, իսկ չինական մոդելներ կան, որոնք նույնիսկ այդ նույնը տալիս են անվճար, դա նաև հասանելի է դարձել հավելվածների տեսքով եւ ես դրա հետ կապված մենք մի այլ խնդրեմ ենք տեսնում, որ երեխաները սկսել են դպրոցում face-up, դեմքը փոխելու հավելվածներով դասընկերներին, ուսուցիչներին ինչ որ վերաձևակերպել ու դա նույնիսկ դարձել է ինչ որ պուճուրիկ դրամաների ու տրագեդիաների ուսուցիչների տնազն են անում։ Տնազն են անում, երեխեքը իրար վրա ինչ-որ բաներ են սարքում, հումորներ են անում եւ դա դեռ իր մի քիչ ավելի մենք դպրոցը շուտ ավարտեցինք։ Այո, այդպես է ստացվել։ Այո։ Այժմ դիտենք կարճ մի տեսանյութ, թե ընդհանրապես արհեստական բանականությունը այսօր ինչ հնարավորություններ է տալիս վիզուալներ ստեղծելու
առումով Արթուրը մի քանի օրինակներ բերեց, բայց օրինակները շատ են։ Այնինչ տեսնում եք ձեր էկրաններին իրական լուսանկարչություն չէ, սա արհեստական բանականության ստեղծագործությունն է։ Մի քանի վայրկյանում ալգորիթմները գեներացնում են բարձր որակի պատկերներ, որոնք անհնար է տարբերել իրականից։ Մեկ հրանք եւ AI-ը ստեղծում է լուսավորություն, հյուսվածք եւ դիմագծեր, որոնք գոյություն չունեն իրականում։ Հիշենք միջազգային ամենահայտնի դեպքերը՝ Ռոմի Պապը նորաոճ սպիտակ բաճկոնով կամ Դոնալդ Թրամփի ձերբակալության կադրերը։ Այս լուսանկարները ժամերի ընթացքում մոլորեցրեցին միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում։ Դրանք ստեղծվել էին ոչ թե ֆոտոխցիկով, այլ ընդհանրապես տեքստային հրահանգի միջոցով։ AI-ը չի սահմանափակվում միայն անշարժ պատկերներով։ Deepfake տեխնոլոգիան թույլ է տալիս իրական ժամանակում փոխել մարդու դեմքը։ I am not Morgan Freeman, and what you see is not real. Տեսեք ինչպես է մեկ մարդու շարժումն ու դիմախաղը կատարյալ կերպով տեղադրվում մեկ այլ մարդու մարմնի մեջ։ Սա կինոարտադրության մեջ հեղափոխություն է, բայց տեղեկատվական դաշտում լուրջ սպառնալիք։ Տեխնոլոգիական այս առաջընթացը AI-ը դարձրել է ապատեղեկատվության հզոր զենք։ Այսօր արդեն հնարավոր է ստեղծել տեսանյութ, որտեղ համաշխարհային առաջնորդները հայտարարում են պատերազմի կամ հրաժարականի մասին, իսկ երբ հերթը հասնում է ընտրություններին, այս կեղծիքները կարող են դառնալ որոշիչ։ Թևակողել ենք մի դարաշրջան, որտեղ սեփական աչքերին հավատալը այլևս բավարար չէ։ Պետք է սովորել, կասկածել ու ստուգել։ Իսկ թե ինչպես են այդ տեխնոլոգիաները օգտագործվում գոյություն չունեցող մարդկանց միջոցով հանրային կարծիքը ձևավորելու համար, կքննարկենք մեր հյուրերի հետ։ Երբ որ լրագրողը տեսնում է համացանցում ենթադրենք որևէ քաղաքական գործի, որը առաջին հասկից տարօրինակ իրեն ոչ բնորոշ հայտարարություններ է անում եւ կասկած է առաջանում, թե հնարավոր է սա արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ տեսանյութ է, այ որոնք են լրագրողի քայլերը, ինչ եք դուք անում, ոնց եք սկսում աշխատել այդ fake տեսանյութի հետ բարձելու համար, կեղծ է, կեղծ չի։ Չեմ կարող ասել ինչ են անում լրագրողները, բայց փաստեր ստուգող լրագրողները սովորաբար դա ստուգելու արհեստական բանականությամբ ստեղծված կոնտենտը ստուգելու մի քանի տարբերակներ ունեն։ Նախ մենք փորձում ենք գտնել սկզբնաղբյուրը տեղեկատվության, այսինքն որ հարթակում է դա հրապարակվել։ Առաջի քայլը, որ մենք անում ենք եւ խորհուրդ եմ տալիս բոլորին դա անել, ստուգել թե որտեղ է այդ կոնտենտը հրապարակվել։ Արդյոք հավաստի է այն աղբյուրը, որը դա տարածում է, թե ոչ։ Դրանից հետո գալիս են մի քանի AI գործիքներ, որոնք քիչ թե շատ օգնում են մեզ հասկանալ, թե բովանդակությունը AI է, թե իրական։ Դրանք միշտ չի, որ 100%-ով են աշխատում, այսինքն իրենք էլ նշում են, որ հավանականությունը կարող է լինել 80-ից 90%։ Դրա համար մենք փորձարկում ենք մի քանի AI գործիքներ եւ դրանց համադրմամբ նույն տեսանյութի, նույն լուսանկարի դեպքում տարբեր գործիքներ ենք օգտագործում, որպեսզի հասկանանք արդյոք նրանք բոլորն էլ նույն վճիրն են տվել կոնտենտի հետ կապված, այդ դրա վերջում արդեն փորձում ենք եզրակացնել դա AI է, թե իրական է։ Ես գիտեմ, որ վերջերս դուք նաև այդպես ներկայացրեցիք արհեստական բանականության օգնությամբ ստեղծված ընդհանրապես, հա, իրական կյանքում գոյություն չունեցող մի կերպարի մի մարդու պատմություն, եթե չեմ սխալվում Անիկ Կարապետյանի, եւ նման տիպի տեսանյութերը կարծես համեմատաբար նորություն են հայաստանյան իրականության մեջ, այսինքն ոչ թե կեղծում են իրականում գոյություն ունեցող մարդկանց քաղաքական գործի, շոու բիզնեսի ներկայացում, այլ ընդհանրապես Օֆելիա Արթուր ստեղծում են գոյություն չունեցող մարդկանց եւ այդ մարդիկ մենք տեսնում ենք, որ օրինակ Instagram-ում հավաքում են տասնյակ հազար հետևորդներ, այ խնդրում այդ դեպքի մասին պատմեք, ինչպես հանդիպեցիք նրան, ծանոթացաք այդ արհեստական մարդուն եւ ոնց պարզեցիք, որ ինքը արհեստական է։ Տեսեք, նախ ուզում եմ ասել, որ AI ինֆլուենսերները մերժելի երևույթ չեն, ամբողջ աշխարհում դրանք տարածված երևույթներ են։ Օրինակ 2016 թվականից ԱՄՆ-ում ստեղծվել է արհեստական բանականությամբ ինֆլուենսեր, որը բավականին մեծ գումարներ է աշխատում։ Այն AI կերպարին, որը մենք ենք գտել եւ որի մասին դուք նշեցիք Անիկ Կարապետյանը, իր խնդիրը թափանցիկության մեջ է, որտեվ ինքը տարածում է
կիսամերկ 18+ կոնտենտ, Այո։ հավաքում է դիտումներ, շատ մեծ քանակի դիտումներ, այս պահի դրությամբ ավելի քան 70,000 բաժանող հետևորդ ունի ինքը, ինչը շատ մեծ ցուցանիշ է Հայաստանի համար, որովհետև անգամ, չգիտեմ, տարիների փորձ ունեցող յութուբերները, իրական ինֆլուենսերները այդքան մեծ ֆոլովերներ չունեն։ Դրա համար այս երևույթը մեր համար շատ զարմանալի էր եւ մեր ուշադրությունը գրավեց Անի Կարապետյանը, որովհետեւ նկատում էինք մեկնաբանություններից, որ շատ մարդիկ չէին հասկանում, որ ինքը արհեստական բանականությամբ ստեղծված կերպար է, ոչ թե իրական։ Չգիտեմ, այնտեղ հայհոյանքներից, առաջարկներից սկսած ամեն ինչ կոմենտներում կարող էինք տեսնել։ Եվ մեր խնդիրն էր, որ AI կերպարը չէր նշել թափանցիկ կերպով, որ ինքը AI է, որ իրական մարդ չէ։ Այդ էր հիմնական պատճառը, որ մեր ուշադրությունը ինքը գրավեց։ Արթուր, տեսականորեն հնարավոր է Հայաստանում ստեղծել նման AI կերպարներ, հավաքել 100,000 հետևորդներ, հետո քաղաքական սուր, թեժ, այսպես պայքարի ժամանակ ենթադրենք այդ կերպարը ինչ որ կողմնորոշում հայտնի եւ ուղղորդի մարդկանց։ Իհարկե միանշանակ հնարավոր է, ընդ որում նախկին ասելով 2021-ի ընտրություններին մենք տեսնում էինք, որ AI-ով նույնիսկ ինչ-որ դեպքերում գեներացնում են user picker, հա, այն ժամանակ դեռ նոր էր, կամ վերցնում էին օրինակ պրոֆիլների նկարներ ենթադրենք Adnaclassnik-ից, իսկ դրանով սարքում էին պրոֆիլներ հայաստանյան տիրույթում։ Այսօր այդ ամբողջ process-ը հեշտացել է, այսինքն ստեղծել, այսպես ասած, կոորդինացված ոչ իրական վարքագիծ, մոտապես այս ձևակերպումն են սոցցանցեր անում եւ դա ունենալ պրոֆիլներ ամբողջական գեներացված, դրանց կոնտենտը, նկարները, դրանից տեսանյութերը, երբ որ կասկած է հայտնում, որ այ դուք երևի fake եք, մարդը կարող է իր համար տեսանյութ նկարել արհեստական բանականությամբ նույն պրոֆիլով ու ցույց տալ եւ դա նույնպես քանի որ շատ հեշտացել է, այսինքն հիմա կա այսպես ասած character consistency, այսինքն երբ որ դու ունես պերսոնաժ, նկար, այդ նկարով կարողանում ես անիմացնել եւ այնպես անել, որ միշտ նույն նկար ունենաս գեներացնես, տեխնիկապես բավական հեշտ է եւ անխուսափելի է, որ դա պիտի մենք տեսնենք եւ դա նկատվելու է։ Ես ուզում եի ավելացնել, որ Անի Կարապետյանի դեպքում այնտեղ նախ նշված չի, որ կերպարը AI-ի կողմից է ստեղծված, ու մտահոգությունը հիմնական այն էր, որ սա կարող է ֆինանսական խարդախության հիմք հանդիսանալ, որովհետեւ Անի Կարապետյանը հավաքելով այդքան մեծ բաժանորդներ, մեծ լսարան, կոչ էր անում տեղափոխվել այլ հարթակ, որտեղ ավելի բաց տեսանյութեր ցույց տալու համար առաջարկում էր վճարել ամսական 6,000 դրամ։ Սա նաև ֆինանսական խաբեության հիմք կարող է լինել, էլի դրա համար էր թեման շատ կարևոր։ Ես հիշեցնեմ հարգելի ունկնդիրներ, որ եթե դուք սոցցանցերում այլուր հանդիպել եք կեղծ տեղեկատվության, գրեք մեզ մեր էլեկտրոնային հասցեին, կարող եք թողնել ձեր մեկնաբանությունները այս տեսանյութի ներքո Հանրային ռադիոյի Facebook-ի եւ YouTube-ի էջերում։ Օֆելիա, ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ առումով չեն զբաղվում, փաստեր ստուգող լրագրող չեն, բայց իրենց կարծիքով այ հանդիպել են տարօրինակ բովանդակության, AI-ով գեներացված տարօրինակ տեսանյութի, որպեսզի նրանք հասկանան, եթե ցանկանում են իհարկե բարձել արդյոք գոյություն ունեն իրական մարդու հետ, իրական բովանդակության հետ, ինչ խորհուրդներ կտաք, 1-2 պարզ այսպես խորհուրդներ մարդկանց։ Նախ առաջի խորհուրդը որ պետք է տալ, եթե խոսքը ֆինանսական խարդախության մասին է, այսինքն իրենցից պահանջում են ֆինանսական ինչ-որ ներդրումներ անել այդ AI կերպարները, չանել դա որևէ դեպքում, գնալ եւ համոզվել դրանք իրական են թե ոչ, իսկ ինչպես համոզվել իրական են կերպարները թե ոչ, դա իրական շատ բարդ աշխատանք է, անգամ մասնագետները դժվարանում են դա ստուգել, հետաբար ես իրենց ուղղակի կարող եմ խորհուրդ տալ, որ տեսանյութերը ուղարկեն մեզ մեդիայեմ հարթակին կամ փաստեր ստուգող այլ հարթակների, որպեսզի վերջինները ստուգեն եւ հավաստի ինֆորմացիա տան նրանց։ Շատ լավ, Արթուր, եթե փորձենք ընդհանրացնել նախորդ շրջանում հայաստանյան տեղեկատվական դաշտում ինչ այսպես նարատիվներ էին գերակշռում, որոնք հնարավոր է լինեն ապատեղեկատվություն, հնարավոր է լինեն կեղծիք, ես գիտեմ, որ դուք ուսումնասիրել եք, կիրառելով նաև արհեստական բանականության գործիքներ, ինչ կարող եք ասել։
Իրականում մենք արդեն տեսնում ենք, որ նարատիվների առումով տեսնում ենք, որ սկսվել են բուն ինֆորմացիոն ազդեցության օպերացիաները, այս ընդհանուր ժամանակում, այս դիտարկված ժամանակում անցած շաբաթը իրականում մի քանի իրադարձություններ էլ եղան, որոնք ազդեցին, օրինակ հրապարակվեց որոշակի տնտեսական ինչ-որ մի զեկույց, ցուցանիշներ հրապարակվեցին եւ դա դարձավ մանիպուլյացիաների թեմա, օրինակ այնտեղ քննարկումներ կային, որ իրականում այս Ռուսաստանի հետ կապված աճը գնացել է, տնտեսական ցուցանիշները այնքան լավ չեն, ինչքան իշխանությունները ցույց են տալիս, չնայած հրապարակման մեջ երևում էր, որ դրանք իրական բավական լավն են, 7.2% եւ խոսվում էր այն մասին, որ այ կոմպետենտ չեն, այսինքն նույնիսկ այդ դրական թվացող կոնտենտի վրա ակնհայտ սկսվել էր որոշակի արշավ մանիպուլյատիվ։ Մենք տեսնում ենք նաեւ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից ինչ որ մնացուկներ, խոսվում էր շատ նաեւ բանակի մասին եւ սրանք այն տիպի նարատիվներն են, որոնք ուղղված են ոնց որ պետության լեգիտիմությունը նվազեցնելու, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը նվազեցնելու, այսինքն նորից շարունակվում էր այն թեման, որ այ պաշտպանության նախարարը հրապարակել է բունկերի մասին տեսանյութեր եւ դա հնարավոր է տեղորոշել եւ որ իբր PR-ի նպատակով ինչ որ բաներ են արվում, նաև շատ էր քննարկվում քաղաքական մրցակիցների միջև իրար վրա ինչ-որ ցեղ շպրտելու երևույթներ էինք նկատում, այնպես որ սրանք էին հիմնական նարատիվները եւ իհարկե մենք ինչ-որ գրաֆիկ էլ կունենանք թե ինչ քանակի մասին է խոսքը, ասեմ որ մեր թիմը ուսումնասիրել է ավելի քան 2000 գրառում, արհեստական գործիքների միջոցով է դա վերամշակվել, այնպես որ չեմ հավակնում, որ դա ամբողջական կլինի, բայց ակնհայտ է, որ ինքը բավական լավ պատկեր ցույց է տալիս արդեն։ Շատ լավ, շատ շնորհակալություն, ձեզ նույնպես Օֆելիա, շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք մեդիայի լրագրող Փաստեր ստուգող Օֆելիա Սիմոնյանին եւ տեղեկատվական անվտանգության գծով մասնագետ Արթուր Պապյանին։ Կհանդիպենք։